Օրհնյալ է Աստված, որ մեզ շնորհեց, որ այսօր մենք ունենանք կյանք եւ Փառք Տիրոջը իր մեծ շնորհքի համար, որով ունենք հավիտենական կյանք։ Այսօր Աստված կամեցավ, որպիսի առակաց 3:5-7 ընթերցենք։ Տիրոջ տապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի եղիր, վախիր Տիրոջից եւ հեռացիր չարից։ Հետևյալն է այս տեքստում այս հարցը. ում ես վստահում քո կյանքը։ Եվ կարևոր պնդումը հետևյալն է. ճիշտ ուղղություն ունի այն կյանքը, որ ամբողջությամբ վստահել է Տեր Հիսուս Քրիստոսին։ Թանկագին բարեկամ, մարդու կյանքը միշտ կառավարվում է ինչ որ մեկի կողմից, կամ մենք ենք նստած մեր կյանքի ղեկին, կամ էլ Աստված։ Այս խոսքը մեզի կանգնեցնում է վճռական, պատասխանատու Միքայելի առաջ։ Ով է իրականում առաջնորդում քո կյանքը։ Վստահիր Տիրոջը, ոչ թե քեզ։ Տիրոջ տապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Աշխարհը մարդուն սովորեցնում է ասելով. վստահիր քեզ, լսիր քո սրտի ձայնին։ Սուրբ Գիրքը սրա հակառակն է ասում։ Վստահիր Տիրոջը, որովհետև մարդու միտքը սահմանափակ է, իսկ սիրտը չար եւ խաբեբա։ Այն գրված է Երեմիա մարգարեության 17-9 համարում։ Բայց Աստված չի սխալվում, չի շփոթվում, նա չի մոլորվում, հակառակ դեպքում նա Աստված չէր լինի։ Քո ամենամեծ վտանգը ոչ թե խնդիրն է, այլ այն, որ փորձում ես լուծել այդ խնդիրները առանց Աստծո։ Երբ մարդը վստահում է իր իմաստությանը, նա իրեն դնում է Աստծո տեղը, ասել է Ջոն Կալվինը։ Երբ մենք հրաժարվում ենք մեզ վստահելուց, միայն այդ ժամանակ ենք պատրաստ հաջորդ մեր քայլին, վստահելով Տիրոջը։ Երկրորդ քայլը ճանաչում ենք Տիրոջը մեր բոլոր ճանապարհներում։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան։ Սա պարզապես Աստծուն հիշելը չի ընկերս, այլ նրան ներգրավել ամեն որոշումներիդ մեջ, կյանքիդ բոլոր էտապներում, ոչ միայն աղոթքի պահին, այլ նաև աշխատանքի մեջ, ընտանիքում, ծառայությանդ մեջ, ընտրություններիդ կարևոր։ Եթե Աստված քո կյանքի Տերը չէ ամեն ինչում, ապա նա Տեր չէ իրականում։ Աստված չի ուզում լինել քո կյանքի մի հատվածի, մի մասի Աստվածը։ Նա ուզում է լինել կյանքի կենտրոնը, առաջին տեղում։ Քրիստոսը կամ Տեր է ամեն ինչի վրա, կամ ընդհանրապես Տեր չէ։ Եվ հենց այստեղ է բացվում երրորդ ճշմարտությունը, որ պիտի լսենք։ Տիրոջ վախը պահում է քեզ ուղիղ հոգևոր ընթացքի վրա։ Քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերիցը եւ հեռացիր